Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մայիսի 30-ն է, օրն ուրբաթ։ Ադրբեջանի զինուժը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 30-ին 0:10-ից ժամը 1 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, նշված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովում այսօր ճեպազրույցներ են անցկացվել, որոնց մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Պատգամավորներին ուղղված հարցերը վերաբերել են զինվորական ծառայության հետ կապված նոր օրենսդրական նախագծին, նաև սահմանային զարգացումներին, պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվությանը, արդյոք սահմանային հատվածներում կան կուտակումներ և որքանով է հնարավոր նոր էսկալացիա։ Անհնարավոր է բան ասել սրա մասին։ Տեղեկություն տեղաշարժերի կամ կուտակումների մասին ես տրամաբանորեն ունենալ չեմ կարող, բայց միջազգային տարբեր կառույցների, գերտերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է դառնում, թե ինչքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, ընդ որում թե տարածաշրջանային տրամաբանության մեջ, եւ թե աշխարհաքաղաքական դրության մեջ, հաշվի առնելով մեր բարեկամ եւ հարևան Իրանի շուրջ զարգացումները, հաշվի առնելով առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ աշխարհակարգի միջազգային իրավունքի վիճակը։ Ինչպես են արձագանքելու Ադրբեջանի այս սադրանքներին, Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, այսպես է խաղաղություն լինելու։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկ անգամ իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է եւ հատիկ առ հատիկ անդրադառնում է բոլոր ձեր թվարկած միջադեպերին, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության սահմանային հատվածներում։ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել իր հայտարարությամբ, մենք շարունակելու ենք ուրեմն շարժվել խաղաղության մեր օրակարգով, մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել ուրեմն սահմանային հատվածը տվյալ միջադեպերը քննության առնելու եւ պարզելու ուրեմն թե որ կողմն է այդ միջադեպերը հրահրում եւ այլն եւ ինչպես է դա տեղի ունենում դրանց կանխման ուղղությամբ մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել եւ Հայաստանի Հանրապետությունը ձեր կողմից նաեւ մեկնաբանվող այս սադրանքներին չի տրվելու Լրություն վերջում սադրանքներին չի տրվելու եւ ուրեմն շարունակելու է իր քաղաքականությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից, որովհետեւ նման ուրեմն իրավիճակները նաեւ տեղ-տեղ նպատակ են հետապնդում շեղել Հայաստանի Հանրապետությանը իր օրակարգից, որովհետեւ ուրեմն մենք գնում ենք խաղաղության օրակարգով եւ միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն ուղղված այս օրակարգին, հարգելի գործընկեր, եւ Հայաստանի Հանրապետությունը արձագանքում է այնպես, որ կարողանա իր օրակարգերը կարողանա առաջ տանել, շնորհակալ եմ։ Որ հերոսանջերություն պարոն Հովհաննիսյան, դուք ասում եք, որ Հայաստանը սադրանքներին չի տրվելու։ Այսինքն, եթե կրակոցները այսպես շարունակվեն եւ թիրախում նորից տներ հայտնվեն, Հայաստանի իշխանությունը եւ պաշտպանության նախարարությունը ոչինչ չի կարող անել։ Տեսեք, դուք դիմում եք Ադրբեջանին, Ադրբեջանը ասում է մենք չենք կրակել։ Այսինքն, սա պետք է շարունակվի։ Հայաստանի Հանրապետությունը վարում է իր քաղաքականությունը ելնելով Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Կախված իրավիճակից լինում են տարբեր մոտեցումներ։ Եվ ձեր հարցը, որը վերաբերում է, այսպես ասած, սիմուլյացիային տարբեր սահմանային իրավիճակների, ես տեղին չեմ համարում հիմա այստեղ մեկնաբանել, թե մենք ինչ կանենք, եթե լինի սա, եթե լինի սա, եթե լինի սա։ Տարբեր իրավիճակներում ինչ որ իրավիճակներ եղել են Հայաստանի Հանրապետությունը տարբեր ձևով ուրեմն արձագանքել է։ Մենք գնում ենք էսկալացիան հնարավորինս նվազեցնելու ճանապարհով եւ եւս մեկ անգամ կրկնում եմ, չենք տրվելու սադրանքներին, ոչ կրակոցների տեսքով սադրանքներին, որոնք այո ցավոք սրտի որոշ դեպքերում եւ այս վերջերս ուղղված են քաղաքացիական բնակչությանը, ոչ էլ տրվելու ենք հայտարարությունների տեսքով սադրանքներին։ Մենք չենք շեղվելու մեր օրակարգից, որովհետեւ տեսնում ենք նաեւ, որ մի շարք ուժերի եւ Հայաստանից դուրս եւ Հայաստանի ներսում գործող նպատակն է շեղել մեզ մեր օրակարգից, որպեսզի մենք էլ դառնանք մի կողմ, որը ապակառուցողական է, որը սադրում է եւ փորձում է էսկալացիա հրահրել։ Հայաստանի Հանրապետությունը
խաղաղության օրակարգը առաջ է տանելու եւ այո, ինչպես վարչապետը ասել է, մենք բոլորս վերահաստատում ենք, լինելու է խաղաղություն, չի լինելու պատերազմ։ Ինձ հետաքրքրում է բանակում ծառայությունը կրճատելու այդ նախագիծը, ձեր կարծիք երկու անգամ արդեն նախաձեռնություն եղել է եւ փաստորեն հնարավոր է եղել խուսափել դրանից։ Հիմա այս երրորդ նախաձեռնությունը ձեր կարծիքով։ Սա խայտարակ նախաձեռնություն է։ Մի ամսվա ընթացքում զինվոր չեն դառնում։ Մանավանդ այս պայմաններում, երբ զինվորի մասնագիտությունը ֆիզիկական եւ մասնագիտական մեծ պատրաստվածություն է նախատեսում։ Չի մի ամս ծառայելով ելի եմ ասում, զինվոր չեն դառնում, դա ուղղակի նշանակում է փողը տալ, բանակ չգնալ։ Եվ ինչով են հիմնավորում, դե կոռուպցիա կա, կաշառքով են ազատվում, հիմա սենց գոնե օրինական կվճարեն, դրանք ովքեր ծառայում են, ավելի շատ փող կստանան։ Այսինքն ընդունում են, որ իրենց իշխանավորման 8-րդ տարվա ընթացքում չեն կարողացել համակարգային կոռուպցիան արմատախիլ անել, չնայած դեռևս 2018 թվականի օգոստոսի 17-ին 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հանրապետության հրապարակից հայտարարում էր, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա այլևս չկա։ Իսկ սա ինչ է նշանակում այս օրենքը, նշանակում է, որ ով որ փող չունի, ստիպված պիտի լինի գնա ծառայելու, իսկ ով որ փող ունի, կյանք կվայելի։ Ստեղծում են բանվորագյուղացիական կարմիր բանակ։ Աշխատանքային այցով Շիրակի մարզում է վարչապետ Փաշինյանը։ Փաշինյանն այցելել է առաջինը Արթիկ քաղաքի թիվ 4 հիմնանորոգված մանկապարտեզ։ Այն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով։ Ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 միլիոն դրամ։ Նոր կյանք գյուղում ևս նույն ծրագրով շահագործման հանձնվել է նորակառույց մանկապարտեզը։ Ծրագրի արժեքն ավելի քան 521 միլիոն դրամ է։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նորակառույց աշխատանքներին, ստեղծված պայմաններին։ Նոր կյանք գյուղում զրուցել է բնակիչների հետ։ Բնակիչներով որոշում եք 3 ամենակարևոր ամենաառաջնային խնդիրը։ Գալիս եմ սեղանին առաջիկա տարիներին այդ 3 խնդիրը լուծում բրցնում ենք, հետո գալիս ենք հաջորդ 3 խնդիրն ենք վերցնում։ Հետո այդ 3 խնդիրը լուծում բրցնում ենք, հետո հաջորդ 3 խնդիրն ենք բրցնում ու տենց միջև այդ խնդիրները բրցնում ենք։ Որովհետև հիմա տեսեք, ասցին ճանապարհ, ասցին աշխատանք, ասցին ջրամբար, ասցին ֆուտբոլի դաշտ, ասցին այս բայց միջև այդ խնդիրը 3 խնդիրը չլուծենք, 4, 5-րդ, 6-րդ խնդիրը պետք է չասենք, որ մեզ շունչ քաշելու ժամանակ տակ, որ մենք այդ հարցերով կենտրոնանանք զբաղվել։ Էսա է առաջը։ Մենք իմանանք, որ արդիկ խոշորացված համայնքի նոր կյանք բնակավայրի 3 հիմնական խնդիրները հետևյալներն են եւ դա բնակչության կարծիքն է, վարչական ղեկավարի կարծիքն է, համայնքի ղեկավարի կարծիքն է։ Մեր ժողովրդին ինչ եմ ասում։ Ասում եմ Ժողովուրդ ջան, տենց խնդիր չի լինելու համայնքին կամ բնակավայրին վերաբերվող, որ դուք բարձրացնեք, մենք էլ ասենք չէ, չենք լուծելու այդ խնդիրը։ Չկա տենց խնդիր։ Բոլոր խնդիրներն էլ պետք է լուծենք։ 20 տարի առաջ անօթևանության հերթացուցակից դուրս եկած բնակիչը կրկին հայտնվել է անօթևանի կարգավիճակում։ Գյումրիի բնակիչ Ֆաթիմա Խեկիլաևան 2005 թվականին առանց փաստաթղթերի բանավոր համաձայնությամբ բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքում $500 բնակարան է գնել։ Քաղաքային իշխանություններն էլ բանավոր գործարքը հիմք են ընդունել բնակչին անօթևանների հերթացուցակից հանելու համար։ Եվ հիմա 20 տարի անց Տիկին Խեկիլաևան հայտնվել է դրսում։ Մեկ շաբաթ է գիշերում է շենքի շքամուտքում։ Դատարանի վճռով 65-ամյա կնոջը վտարել են 20 տարի զբաղեցրած բնակարանից։ Allez, если вернем, это покрытые подушки, все одеялом, туры падем, подъезды, окнем. Մեկ շաբաթ է 5-րդ հարկի 3 սենյականոց իր բնակարանում չի ապրում Տիկին Ֆաթիման։ Հարկադիրով վտարել են գիշերելու տեղը շքամուտքն է։ Նեղ ու չոր բազմոցի մի անկյունում է լուսացնում, մյուսում իրար վրա հավաքել է այն, ինչն իր կյանքի ընթացքում է ձեռք բերել, տան ամբողջ կույքն ու ունեցվածքը պարկերի մեջ լցրել։ Իսկ բնակարան ասվածը վերանորոգումից կոմունալ բավարար պայմաններից զուրկ այս տարածքն է, որը $500 է գնել 2005 թվականին։ Ոտքի վրա կնքած բանավոր գործարքի դիմաց տանտերը ոչ մի փաստաթուղթ չի տվել տիկնոջը։
Երկրաշարժի հետևանքով 4 սենյականոց բնակարանը կորցրած ընտանիքը համաձայնվել է այս տարբերակին։ Խապես ու դոկումենտը չտավեց, այդ դամավոր քնիգի, վсё։ Ես բալնիկ ինժեներներ հարևանը տաբել, ես եկա սաղ շուշա հանածը։ Մինակ տակ շուշա մնացը, սաղ շուշա։ Վաննե հանածը, իշխոր ես առաջան կամ տեսա չկա։ Զալը տուրը հանածը, ռիմոնտ չկա, մինակ ավլածը տունը։ Սե լադնա, տուն չունիք, ստեղը աբրիք, ստեղ ձեք։ Բնակարանը, որտեղ ապրել են Խեկիլաևաները, սեփականաշնորհված չի եղել, որի մասին վաճառքի ժամանակ տանտերը ոչինչ չի ասել։ Բնակարանն օրինականացնելու համար 2005 թվականին տիկին Ֆաթիման դիմում է քաղաքապետարան, որտեղ էլ ընթացք չեն տվել դիմումին, ասել են գնա ապրի առանց փաստաթղթերի։ Ըստ էության փափուկ պարսի տարբերակն է աշխատել։ Տիկին Ֆաթիման էլ որոշել է դուրս գալ Անոթևանների հեշտացուցակից։ Այդ տարիներին նրա ընտանիքը միակը չի եղել, ում բուլվարային թաղամասի 9 հարկանի շենքերի դատարկ բնակարաններն են առաջարկվել Անոթևաններին, օրդերավորման հարցերը թողնելով հետոյի։ В общем, այդ առաջվա 10 տեղականքի սա կորավ։ Ես եմ մնացել առանց օրդեր։ Չեմ կնահեջ բանենը։ Но լույսը մուծեմ, как положено, քիչի մուշանալով շապատը մուշանամ, но մուծեմ, ջուրը մուծեմ, մենակ տան վարձը չմուծեմ, որպես օրդեր չունի։ Եվ այսպես ուղիղ 20 տարի առանց փաստաթղթերի բնակարանում ապրելուց հետո տիկին Ֆաթիմային հայտնի է դառնում, որ այն բնակարանը, որտեղ նաև հաշվառում ունի, նախկին տերը այս ընթացքում սեփականաշնորհել է, գրավով խոշոր գումար վերցրել բանկից, եւ նոր է բացահայտվում, որ վարկային պարտավորությունները ժամանակին չի կատարել, ինչի պատճառով գրավով բնակարանը առգրավման տակ է։ Мне вдруг приходит Аркадий բանեց, դատարանից։ Все Կորիկ ջանցը, в общем, տունը ազատեք, ինչի։ Ինչի՞ պետք է ես տունը ազատեմ, իմ տունը իդիկ։ Ինքը տուն ունի, թող ապրի։ Ինքը բանկի փողը վերցրել 2 միլիոն։ Այդ բանկի տերը տեսել է տունը, что իրան 2 միլիոն տաբելի, ես զարմանամ գա։ Փող տաբելի, в общем, там։ Սիպականաշնորհել է, ու всё։ Ինձ դուզ հանեք, այդ տունը վաճառքի տարեք։ Հարկադրաբար տունն ազատել է, վտարման հետևանքով հայտնվել դրսում։ 20 տարի անց քաղաքացին նորից քաղաքապետարան է դիմել, հիշեցրել տարիներ առաջվա պատմությունը, Անոթևանի հեշտացուցակից դուրս գալու, բնակարանի պահանջ չներկայացնելու, ինչպես նաև այն ժամանակվա խոստումները օրդեր տրամադրելու մասին։ Տիկին Ֆաթիման այժմ փաստացի Անոթևան է։ Խնդիրը մեր դաշտից դուրսեր են առումով, որ ինչ որ բանկային գործարքներ է եղել, ինքն էլ տեղյակ չի եղել այդ գործարքների մասին, դրա հետևանքով այդպիսի խնդիր է առաջացել եւ տանից նրան հեռացնում են։ Այդ հիմնական իրավունքը որտեղ որ բնակվում է, հանձնարարել ենք համապատասխան բաժինը, փորձում ենք մեր ձեռքի տակ գտնվող այդ քաղաքապետարանի ֆոնդի գտնվող տներից մի որոշակի հատված որոնե բան հատկացնենք, որ այս պահին բնակության կոնե տեղ ունենա, կդուր ունենա իր գլխում։ Բնակֆոնդ ասածը վերաբերում է այն տներին, որոնք տնօրինողներ չունեն եւ գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում։ Շքամուտքում ապրող կինը այս ընթացքում այլ տեղ չունի գնալու, առավել եւս վարձով ապրելու, թոշակ նպաստ չի ստանում։ Уже я этот новый дом не прошу. Дайте мне дом, чтобы мои вещи поместились. 2-3 комнаты, 2 комнаты дайте хотя бы мне. Чтобы я не была как на улице спала. Վարձակալությամբ գիտենք, որ Տիկին Ֆաթիման չի կարողանա, փորձելու ենք անհատույց տրամադրենք, հետո էլ նայենք խնդրի հետագա կարգավորվանը։ Բնակարան հատկացնելու դեպքում քաղաքապետարանը բնակչին այն ժամանակավոր տնօրինման կհանձնի։ Հետագայում ու հավանաբար բնակապահովման խնդիրը կլուծվի սոցիալական բնակարանաշինության շրջանակներում, որն էլ այս տարի երբ կմեկնարկի քաղաքապետի տեղակալը ժամկետների չի տիրապետում։ Մարինե Տերբենյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Համընդհանուր ներառականություն նշանակում է հասանելի կրթություն բոլորի համար առանց առանձնացնելու երեխայի հատուկ կարիքները եւ կարեւորելով յուրաքանչյուրի յուրահատկությունը։ Իսկ ինչ խոչընդոտներ կան համընդհանուր ներառականության լիարժեք կայացման համար։ Այս հարցերն են քննարկվել Գյումրիում անցկացված «Մեկ քայլ դեպի հասանելի կրթություն» խորագրով մանկավարժական աշխատաժողովի ժամանակ, որը նախաձեռնել է Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։ Աշխատաժողովին մասնակցել են
200-ից ավելի մանկավարժներ, դպրոցների տնօրեններ ու ծնողներ։ Կրթությունը հասանելի դարձնելու բանաձևը բոլոր օղակների միասնական աշխատանքի արդյունքում է ձևավորվում։ Դասարանում կամ նախակրթական հաստատության խմբերում բոլոր երեխաները տարբեր են իրենց բնավորությամբ, խառնվածքով, սովորելու կարողությամբ ու հնթունակություններով։ Բոլորը տարբեր են, բայց կրթություն ստանալու հավասար իրավունքներ ունեն։ Սա է համընդհանուր ներառականության հիմքում։ Դասարանում մանկավարժը պետք է հասկանա ու սիրի բոլոր երեխաներին, այնպիսին, ինչպիսին նրանք կան։ Այս պարզ ճշմարտությունը մանկավարժական աշխատաժողովի մասնակիցներին մատուցվեց պատմվածքի ու դերախաղի միջոցով, որտեղ երեխաները ներկայացվեցին ծաղիկների կերպարներով։ Յուրաքանչյուր ծաղիկ յուրահատուկ է եւ մանկավարժի խնդիրն է տեսնել յուրաքանչյուրի գեղեցկությունը։ Ներառական կրթությունը չի վերաբերվում ծաղիկներին, այսինքն չի վերաբերվում ուղղակի երեխաներին։ Ներառական կրթությունը վերաբերում է մեզ բոլորիս, ովքեր ստեղծում են այն համայնքը, որում մենք ինքներս ապրում ենք։ Եվ շատ կարևոր է, որ մարդը տեսնես իր բոլոր յուրահատկություններով։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի պարտականությունները կատարողն է նշում. դպրոցներում համընդհանուր ներառականությունը շատ ավելի սահուն է ընթանում, քանի որ դպրոցներում այն ավելի վաղ է ներդրվել, քան նախակրթական հաստատություններում։ Սա նաև դպրոցներում աշխատող բազմամասնագիտական թիմի աշխատանքի արդյունքում է։ Շիրակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնն աշխատում է Գյումրիի, Ամասիայի, Աշոտսկի, մասամբ նաև Ախուրյանի տարածաշրջանների 94 դպրոցների ու 547 երեխաների հետ։ Համընդհանուր ներառականության գաղափարը արդեն ընդունվում է ու որոշակի քայլեր արված են այդ ուղղությամբ ու ահագին ճանապարհ անցել ենք, այդ կարող եմ փաստել, որովհետև այս տարիների ընթացքում կատարած աշխատանքը ցույց է տվել, որ կարողացել ենք այդ ճանապարհը հաշտել ու բոլոր հնարավորությունները կա, պետությունը ստեղծել է հնարավորություն եւ խելամիտ եւ միջավայրային հարմարությունների համար, որ դպրոցը դժվարություն չունենա։ Դպրոցներին գումարվել է նաև աշխատանքը մարզի նախակրթական հաստատություններում։ Աշխատանքի ծավալը մեծ է, մասնագիտական կադրերը չեն բավականացնում։ Սա էր գլխավոր խնդիրը, որի մասին բարձրաձայնեցին աշխատաժողովի մասնակիցները։ Մարզում այսօր առաջնային մասնագետի կարիք, որպես այդպեսին պիտի նշեմ էրգոթերապիստ է։ Չէր վատ չէ լինի նաև սուրդոմանկավարժ, որովհետև հենց այս պահին մենք ամբողջ մեր Շիրակի տարածաշրջանում ընդամենը ունենք 1-2 էրգոթերապիստ։ Մեզ կարևոր մասնագետ, ինչքան ունենանք մասնագետ, էլի քիչ է, որովհետև աշխատանքի ծավալները շատ են։ Ոչ միտեղ ներառական կրթության մեջ չի ապահովում ժեստերի լեզվի թարգմանչի ներկայությունը։ Դա ոչ միայն խանգարում է, այլև սահմանափակում է լսողության խնդիր ունեցող մարդկանց ընդհանրապես բարձրագույն կրթություն ստանալը եւ ներառականությունը։ Կամաց, 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 ոտքերն հողի։ Լուսինե Հոլիկյանը ժեստերի լեզվի թարգմանիչ է, սոցցանցերում ու հատուկ ծրագրերի միջոցով է ժեստերի լեզվի թարգմանությունը հասանելի դարձնում դրա կարիքն ունեցողներին։ Հայաստանի ոչ մի բուհում ժեստերի լեզվի ուսուցում չկա, հետևանքում ստացվում է հակադրություն, համընդհանուր ներառականություն ու մասնագետների պակաս։ Ժեստերի լեզվի թարգմանիչ դառնում են այն մարդիկ, ովքեր հենց ոլորտի մասնակից են եւ մշակույթի կրող։ Թարգմանիչ 90% դառնում են այն մարդիկ, ովքեր ունեն խուլ ծնողներ կամ լսողության խնդրի կրողներ, որոնցից մեկը ես եմ։ Հայաստանում ժեստերի լեզուն շատ քիչ տարածված լինելով նաև չկա համապատասխան ինֆորմացիա, որը արհեստական բանականությունն այսպես ասած կգեներացնի եւ կօգնի լսող կամ խուլ մարդկանց իրար հետ երկխոսություն դուրս գալու համար։ Սակայն անկախ ամեն ինչից ժեստերի լեզուն այն լեզուն է, որը զգացմունքների եւ էմոցիաների լեզու է։ Այսինքն մենք ինֆորմացիան փոխանցելուց բացի նաև փոխանցում ենք էմոցիա, փոխանցում ենք դիմախաղ, միմիկա, առանց որի ժեստերի լեզուն եւ միտքը դառնում է անիմաստ։ Ես չեմ պատկերացնում, որ արհեստական բանականությունը կարող է 100% փոխարինել ժեստերի լեզվի թարգմանչին։ Ինչպես բոլոր բնագավառներում ներառական կրթական համակարգում եւս արհեստական բանականության ներդրումը դրական տեղաշարժ կարող է բերել, բայց ոչ փոխարինել։ Աշխատաժողովի մասնակիցներին նաև ներկայացվեց, թե ինչպես կարելի է օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները եւ դրանք համատեղել մանկավարժական հմտությունների հետ։ Արհեստական բանականությունը պետք է գործի որպես խելացի օգնական, այլ ոչ թե լուր, ղեկավար ու կառավարիչներ։ Տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը ըստ մանկավարժների երբեք չեն կարողանա փոխանցել այն զգացմունքները, վերաբերմունքը, որոնք առաջնային են ու ամենակարևորը համընդհանուր ներառականության մեջ։ Մանկավարժի առաքելությունն անփոփոխ է՝ մոտիվացնել, ոգևորել ու աջակցել աշակերտին։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։